Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Լավ, ես վաղը կգնամ տուն, բայց հիմա պետք է աշխատեմ։ Ոչ, սպասիր հայրիկ։ Ես պետք է մի բան ասեմ քեզ։ Այն ժամանակ չպետք է քեզ ասեի, որ կգերադասեի, որ դու մահացած լինես։ Ես իրոք զղջում եմ քեզ վիրավորելու համար եւ կցանկանայի փոխել կյանքս։ Ես չէի ուզում, որ դու կյանքդ կործանեիր։ Լսիր հայրիկ, մենք քո ընտանիքն ենք եւ թույլ չենք տա, որ կործանես կյանքդ։ Թույլ տուր օգնենք քեզ։ Դուք արդեն գիտեք, թե ով է Հելենայի դուստրը։ Ոչ, ինչու ես հարցնում։ Միակ բանը, որ ես հասկացա այն է, որ Լեոնն է Հելենայի որդին, այդ պատճառով էլ նա մարդասպան է դարձել։ Ավելի լավ է մոռանանք անցյալի մասին, այլևս պետք չէ գաղտնիքների ու առեղծվածների ետևից ընկնել, որովհետև վերջում խղճի խայթը կտանջի մեզ։ Ես չեմ ուզում, որ ինձ Բորովսկիների դժբախտության մեջ մեղադրեն։ Հանգիստ, թողեք նրան։ Թողեք գնա աշխատելու եւ այդպես խուսափի իր խնդիրներից, որովհետեւ նա շարունակում է նույն Տեոբալդոն մնալ վախկոտ, որ նույնիսկ չի կարող իր դեմքը բացել իր հարազատ որդիների առջև։ Լավ։ Ես գալիս եմ ձեզ հետ, այդ փոթորիկներին մեկը միշտ վերջ տալու համար, բայց հետո նորից կվերադառնամ, լավ։ Ինչ է պատահել Վալեսիլոս։ Լեոնը ճգնաժամային վիճակում է, նա շատ վատ է, անընդհատ մորն է կանչում։ Հիանալի է։ Ռոմելիա, Լեոնը ճգնաժամային վիճակում է, նա գոռում է ու ասում է, որ ուզում է տեսնել իր մորը։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ դու գնաս նրա մոտ։ Ես էլ եմ գալիս։ Ոչ, մի րոպե, նա իր մորն է ուզում տեսնել, այլ ոչ թե հորաքրոջը։ Ես նույնպես ուզում եմ գնալ։ Ինչ մայրիկ։ Այո, ես նույնպես ուզում եմ այնտեղ գնալ, եթե բոլորն էլ գնում են, ինչու, ես չեմ կարող գնալ, ես էլ եմ գալիս։ Որովհետև ես եմ Լեոնի մայրը, իսկ ես չեմ ուզում, որ որևէ մեկը գա ինձ մոտ, պարզ է։ Եթե իմ մայրը նրան չի սպանել, այդ դեպքում ինչու է նա կարծում, թե սպանել է։ Որովհետև նաև Դեմետրիան նրան լոգարանի մեջ են մտցրել, հիշում ես։ Նրանք կարծում էին, թե նա մահացած է, բայց վերջում պարզ դարձավ, որ ոչ։ Մայրդ այնքանով է մեղավոր, որ տատիկին նկողում է թաղել։ Այս բանն այն է, որ Տեոբալդոն ասել է, որ ես եմ Հելենայի դուստրը, այդ դեպքում ինչ եք կարծում։ Աստված իմ, դա ինչ կապ ունի այն ամենի հետ, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, բացատրիր ինձ։ Դե, այո, սպասիր, դուք խոսակցության թեման փոխում եք ու շփոթեցնում եք ինձ, բացի այդ, Տեոբալդոն չի գալիս, որ պարզի թե ով է իմ մայրիկի դուստրը, նա գալիս է այստեղ, որ ասի, ավելի ճիշտ հաստատի, արդյոք նրան հայտնի է, որ մայրիկը քաղցկեղով հիվանդ է եղել եւ այդ պատճառով է ինքնասպան եղել, արդյոք նա ինքնասպանություն է գործել թե ոչ։ Ինչպիսի դժբախտություն, Աստված իմ, ինչպիսի բարբարոսություն։ Ես արդեն օգնել եմ այս սարսափելի բաներից։ Իսկապես որ։ Միգուցե ամեն ինչ պարզելով մենք չենք կարող երջանիկ լինել, բայց այն մեզ խաղաղություն կբերի։ Ճիշտ է, եւ ես մի բան եմ ուզում խնդրել ձեզանից։ Ինչ էլ որ Տեոբալդոն ասի մեզ, մտածեք այն մասին, որ մենք ընտանիք ենք, եւ առաջին հերթին ընտանիքը պետք է միասնական լինի, հատկապես ճգնաժամային վիճակներում։ Մի անհանգստացիր հայրիկ, հենց այդպես էր կլինի։ Մայրիկ, դու եկար այստեղ, մայրիկ։ Այո, որդիս, ես այստեղ եմ քեզ հետ։ Ես չկարողացա սպանել Աուրելիոին։ Ես չկարողացա սպանել նրան, մայրիկ, ես չկարողացա։ Ես երբեք չեմ ցանկացել, որ դու նման բան անես, երբեք։ Ինչու ես այդպիսի բան արել։ Ինչու, որդիս։ Լավ,
Հիմա դա այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր չէ։ Նրանք գնացել են, որ Տեոբալդոին փնտրեն, որպեսզի պարզեն, թե ինչպես է մահացել Հելենա տատիկը։ Իսկ Տեոբալդոն եկել է, ես նրան չեմ տեսել, ուզում եմ ասել, որ ես ու Մակոն ամուսնացել ենք։ Ոչ, Գոյիտ, ավելավի այստեղ մնաս։ Միևնույն է, դու չես կարողանա խոսել նրա հետ, այնպես չէ տղաներ։ Այո, դու պետք է հասկանաս, որ ներքևում իրավիճակը իրոք շատ բարդ է։ Այո, ճիշտ է, այնպես որ լավ կլինի։ Այստեղ մնանք։ Այո, բայց նախ սա խմիր։ Խմիր, հանգստացիր։ Խմիր այս հյութը եւ հանգստացիր։ Ռոմելիա, ինչ ես անում այստեղ։ Ես իմ մայրիկին եմ ուզում եմ Հելենա Բորովսկուն։ Կանչիր այստեղ Հելենային։ Նրան այստեղ բեր։ Որդիս ես Բրոմելյան եմ քո։ Ոչ, դու իմ մայրը չես։ Այստեղ կանչեք Հելենային։ Հենց հիմա դուրս արի այստեղից։ Հեռացիր Բրոմելիա։ Բայց Լեոն որդիս։ Լրիվ եւ դուրս արի այստեղից։ Ես իմ օրն եմ ուզում։ Ես Հելենային եմ ուզում, Բրոմելիա։ Հասկացիր, ես Հելենային եմ ուզում։ Ոչ։ Հեռացիր գնա։ Գնա քո խանութը, գնա այնտեղ։ Դու միշտ այնտեղ ես երջանիկ իսկում։ Շարունակիր պարոն Տոնի ոտքերը համբուրել։ Որդիս։ Այդպես էլ շարունակիր։ Տես թե այսպես ինչ լավ է քեզ համար։ Շարունակիր այդպես։ Ինչու ես այստեղ կանգնել։ Ինչու ես կանգնել կոկոդիլոսի արտասուք թափում։ Դու երբեք ինձանով չես հետաքրքրվել։ Հեռացիր այստեղից, կորիր։ Գնա Բրոմելիա, դուրս։ Հեռացիր։ Չեմ ուզում տեսնել քեզ։ Ես ուզում եմ Հելենային տեսնել։ Հեռացիր։ Հելենային։ Իմ հայրը դրսում եմ, բայց նա ձեր իմացած Տեոբալդոն չէ հիմա, այնպես որ խնդրում եմ, ուզում եմ որ հարգեք ում բռնմով մոտենաք նրան։ Այդ ինչ ես ասում, ինչ է պատել նրան։ Պապիկ, հանգստացիր, ուզում եմ խնդրել քեզ, որ նրան չվիրավորես։ Նա պարզապես եկել է, որ Աուրելիոյի հարցերին պատասխանի, նա նորից վերադառնալու է։ Համաձայն ենք, թող անի ինչ ուզում է։ Հայրիկ։ Տեոբալդո, որդիս։ Ես այստեղ եմ, հայրիկ, ես եկել եմ, որպեսի վերջ տնեմ այս ամենին։ Եվ եկել եմ մայրիկի Հելենա Բորովսկու մահվան պատճառն ասեմ ձեզ։ Դու լավ գիտես, թե մենք ինչ ենք խոսել, ոչինչ չփոխես, մեր նախագիծը չփոխես։ Ինչ եք ուզում։ Լսիր բարեկամս, մենք ուզում ենք քեզ մի հարց տալ։ Հելենա տատիկը ողջ է։ Այո, ողջ է։ Որտեղ է նա։ Ինչպես թե որտեղ է։ Լսիր քեզ, հիմարի տեղ մի դիր։ Դուք շատ լավ գիտեք, թե որտեղ է Հելենան։ Տեոբալդո, ճիշտ է արդյոք, որ Հելենան կուրորեն հավատում էր, ու վստահում էր քեզ ամեն անգամ, երբ ինչ-որ բանի կարիք էր զգում, նա քեզ էր կանչում։ Այո, մայրս այլևս չէր վստահում հայրիկիս, եւ նրա մասին ես էի հոգ տանում։ Իսկ ինչպես էր նրա հոգեկան վիճակը այդ օրը, երբ նա մահացավ։ Մայրս գիտեր, որ մահանալու է, որովհետև նա քաղցկեղով հիվանդ էր։ Եվ նա իրեն շատ վատ էր զգում, չէր ուզում այլևս պայքարել։ Մայրս հանուն իր գեղեցկության էր ապրում եւ չէր ուզում իրեն կործանված տեսնել։ Այո, դա պետք է որ շատ սարսափելի լինի, երբ մազ չունես։ Ինձ համար շատ ծանր էր մայրիկիս այդպես հուսալքված, անընդհատ գոռալիս տեսնել։ Եվ հենց դա էր պատճառը, որ ես Վիոլետային գտա, որովհետև փորձում էի գտնել մեկին, ով ինձ կընդուներ առանց որևէ ավելորդ հարց տալու։ Այլ ոչ թե այն պատճառով, որ քեզ չէի սիրում Ագրիպինա, ոչ, անկեղծ եմ ասում, որովհետև եթե քեզ մի բան ասեի, դու կսկսեիր հարցեր տալ, իսկ ես ուզում էի մոռացության տալ այդ ամենը։ Բայց ես կարող էի օգնել քեզ, Տեոբալդո։ Ես քեզ շատ էի սիրում։ Գիտեմ, բայց հիմա արդեն շատ ուշ է։ Դու ինձ համար մղձավանջի նման մի բան էիր դարձել, երբ ամեն անգամ տեսնում էի, թե մայրս ինչպես է մորֆի օգտագործում ցավը մեղմելու համար, բայց նույնիսկ այդ ցավազրկողը նրան չէր օգնում եւ նա անընդմեջ ցավից գոռում էր.
Այդ ամենը սարսափելի էր ինձ համար։ Դա թույնի պես ազդում էր ինձ վրա եւ կործանում կյանքս։ Հետո ես սկսեցի ատել քեզ հայրիկ։ Ուրեմն Հելենա Բորովսկու մահվան պատճառը բոլորովին էլ երասների խաչը չի եղել։ Նրան ոչ ոք չի սպանել։ Հելենա Բորովսկին ինքնասպանություն է գործել։ Այո, մայրս գազօջախի գազն էր բաց թողել, իսկ երբ նկատել էր, որ ես տնից դուրս եմ եկել, պայթեցրել էր ինքն իրեն։ Իսկ ինչու ոչինչ չէիր ասում, որովհետև ատում էի քեզ հայրիկ։ Ուզում էի, որ դու եւ Յոլանդան մեղավոր ճանաչվեք նրա մահվան մեջ, մայրս միշտ ասում էր, որ դուք երկուսով եք մեղավոր նրա դժբախտությունների մեջ եւ որ դուք ատում եք նրան եւ ուզում եք հեռացնել նրան ձեր ճանապարհից։ Ես գիտեի, որ եթե դուք օրենքի առաջ պատասխան չտայիք, միևնույն է, մեղքի զգացումը ձեզ թույլ չէր տա երջանիկ լինել։ Պետք է խնդրեմ, որ ներեք ինձ։ Ես էլ եմ տառապել, ես իմ սեփական լռության զոհն եմ դարձել, ես արդեն դատապարտված եմ։ Ոչ, հայրիկ, ոչ, դու փրկված ես։ Փրկված ես, որովհետև զղջացել ես արածիդ համար եւ ուժ ես գտել քո մեջ այդ ամենը հաղթահարելու համար։ Ես հպարտանում եմ քեզանով։ Հայրիկ, Գրողը տանի, ինչպես կարող եմ իմանալ, թե ով է Կարմիր Զգեստով կինը։ Խելագարվել ես ինչ է։ Միթե չես տեսնում, որ այս մարդը խելագար է, նրա գլուխը լավ չի աշխատում։ Ասա ինձ, ով է այդ Կարմիր Զգեստով կինը, որտեղ է նա, խոսիր։ Լսիր։ Այս Կարմիր Զգեստով կինն է այս ամենի ետևում կանգնած, այնպես չէ։ Նա է քեզ հրամայում, որ սպանես բոլորին, այո։ Տեոբալդո, ես շատ ուրախ եմ, որ վերադարձել ես։ գիտես Գոյտա, ես եկեղեցում էի այն օրը, երբ ամուսնանում էիր, դու շատ գեղեցիկ էիր, ասես արքայադուստր լինեիր։ Ոչ, իսկապես ուրեմն դու կարող էիր խնջույքին ներկա լինել, բայց ոչինչ։ Միևնույն է, ես սիրում եմ քեզ։ Ես չկարողացա ներկա գտնվել սիրելիս, որովհետև չկարողացա, աշխատում էի, այո, աշխատում էի։ Դե Տեոբալդո, դա կապ չունի, բայց այսօր կարող ես բոլորին ասել, որ ես եմ Հելենայի դուստրը եւ մեկ ընդմիշտ վերջ դիր այս մղձավանջին։ Լուսիա, դու շատ լավ գիտես, որ դու Հելենայի դուստրը չես։ Ինչ։ Ինչպես։ Այս դեպքում ով է Հելենայի դուստրը։ Սա ինչ է նշանակում։ Հիմա էլ անընդհատ պարում ես։ Լսիր, մայրիկ, ես շատ երջանիկ եմ, բայց չգիտեմ ինչու։ Բայց զգուշ եղիր, որովհետև ուր որ է կծննդաբերես, այդքան շատ շարժվել, այնքան էլ լավ չէ երեխայի համար, լավ։ Բայց ես կարծում եմ, որ հենց ինքը Պաբլիտոն է ինձ այդքան երջանկացնում, որովհետև նա երջանիկ է, որովհետև զգում է, որ իր ընտանիքը գնալով ավելի է լավանում, հասկանում ես, որովհետև ատելության շղթաները փոխվում են եւ չեն կորցնում կյանքին ժպտալու իրենց հնարավորությունը, մայրիկ։ Եվ հենց դա է պատճառը, որ դու այդպեսին ես, այո։ Այո, նույնիսկ ավելին, որովհետև ուզում եմ թռչկոտել, ուզում եմ վազել, մայրիկ։ Դու չես հասկանում ինչ է, որ Սանտիագոն երազում էր, որ Բորովսկի ընտանիքի անդամները սիրեին միմյանց եւ ներեին իրար։ Եվ տես, թե հիմա ինչպես են նրա հարաբերությունները Օվիդիոյի հետ։ Նրանք միասին են եկել Տեոբալդոին փնտրելու։ Այո, ճիշտ է, նրանց հարաբերությունները կարծես կարգավորվում են։ Այո։ Ընտանիքը մնում է ընտանիք, միշտ էլ այդպես է եղել։ Տեսնում ես։ Ոչ, իսկ դու ինձ հարցնում ես, թե ինչու եմ այսպեսին, ոչ, մայրիկ։ Զգույշ։ Իմ փոքրիկը, իմ որդին այնպիսի ընտանիքում կծնվի, ինչպիսին ես էի ուզում։ Գիտես, մի երջանիկ ընտանիքում, որտեղ չկա ատելություն, ես այնքան երջանիկ եմ, մայրիկ։ Ես եմ Հելենայի դուստրը, ես եմ։ Բավական է ստես Լուսիա, խնդրում եմ, ժամանակն է, որ ճշմարտությունն ասես։ Այս կինը Հելենայի դուստրը չէ, բացի այդ նրա մատը խառն է այգում սպանված այն կնոջ մահվան մեջ։
Ոչ, ճիշտ չէ։ Բրոմելյանն է ինձ այստեղ բերել, Բրոմելյան։ Ճիշտ չէ աղջիկս Բրոմելյան խոստովանել է, որ իր փաստաբանին Վիսանին է ուղարկել քո ետևից։ Դու այդ խոսակցությանը ներկա ես եղել։ Մակո գնա Վիսանի ետևից։ Ես էլ Լազարոյին իր մարդկանցով կկանչեմ այստեղ, որովհետև թվում է այսօր ինչ-որ մեկնել է բանտ գնալու։ Պարոն Տոնի, բայց դուք ասացիք, որ ոստիկանությունը սրա հետ գործ չունի, որ այս ամենը տեղի է ունենալու ընտանիքի մեջ։ Թե դուք պարոն Ակվիլես, դուք եք դա ինձ ասել այնպես չէ։ Այո, ես եմ ասել, բայց դա միայն այս ընտանիքի անդամներին է վերաբերում։ Լեոն։ Մանուելա, Ինչպես ես։ Եկել եմ տեսնեմ ինչպես ես։ Մանուելա, դու պետք է օգնես ինձ։ Լավ։ Կանեմ այն ամեն ինչ կարող եմ։ Ես ուզում եմ, որ ինձ այստեղից դուրս բերեն, լավ։ Բայց ինչպես։ Լսիր ինձ։ Դու ուղղակի ինչ-որ մեկին կվարձես, որը ինձ այստեղից դուրս կտանի, առանց որևէ խնդրի ստեղծելու։ Լեոն, դու գժվել ես։ Դեռ ամոթ 2 ոստիկան են հսկում։ Մանուելա, ինձ լսիր։ Դու ինձ նախկինում ես շատ օգնել, այնպես չէ։ Իսկ հիմա օգնությունը ինձ ավելի հարկավոր, քան երբևէ։ Ես ոչ ոքի չեմ սպանել, Վիսանն է արել դա, նա է ծրագրել այդ ամեն իսկ ես պարզապես ձևացնում եմ, թե ես եմ ձեր կնոջ դուստերը։ Ես ոչ ոքի չեմ սպանել, ես Սրիկա, ինչպես կարողացան ինձ հետ այդպես վարվել, ես կսպանեմ քեզ, կսպանեմ։ Տարեք նրան, կսպանեմ քեզ։ Բաց թողեք ինձ։ Նա կսպանի նրան։ Տարեք նրան, ես կսպանեմ քեզ։ Տարեք նրան, դուրս տարեք նրան։ Ոչ, ես ոչ ոքի չեմ սպանել, պարոն Տոնի, դուք պետք է բաց թողնեք ինձ, Բրոմելյան ու Վիսանն են դա արել։ Դուք չեք կարող ինձ բանտ տանել, խնդրում եմ։ Այո, Աստված իմ։ Փառք Աստծո, այս փուլն էլ կարող ենք ավարտված համարել։ այո, իսկ այս առիթի համար ես պետք է parեմ, սա կլինի իմ հաղթական պարը։ Քեզ ինչ պատահեց հիմար։ Լուսիան բանտում է, Լուսիան ստում է, նա հիմա ձեռնաշղթաններով է, նա ճաղերի ետևում կհայտնվի, Լուսիան բանտում է, Լուսիան ձերբակալված է։ Նա արդեն բավական ժամանակ է քնած է։ Հիմա երբ քնած է եւ Լազարոնն էլ այստեղ է, կարող են գնալ մի բան ուտելու։ Ինչ կասես։ Այո, կարող եք հանգիստ գնալ։ Մինչև ձեր գալը ես կմնամ այստեղ։ Դու ինչ որ բան կուզես։ Ոչ, անհոգ եղեք։ Մերի, Սերիկա, մերի։ Սա քերուս տեղը։ Տիկին Դեմետրիայի տեղը եւ Կատալինայի թափած ամեն մի կատիր արցունքի համար։ Մերի տական։ Որդիս, ես հպարտանում եմ քեզանով։ Ի վերջո քեզանից հիանալի ոստիկան դուրս եկավ, դու բռնեցիր վանականին, բացահայտեցիր Հելենայի մահվան դեպքը եւ հրկեցիր մորդ։ Բացի այդ դու պատռեցիր ինքնակոչ Լուսիայի դիմակը։ Լուսիայի, այդ անամոթի։ Ես հպարտանում եմ քեզանով։ Դատարկ բանը։ Ես պարզապես արել եմ այն, ինչ պարտավոր է անել։ Ոչ, խնդրում եմ, Աուրելիո, ոչ, այդքան համեստ մի եղի։ Վերց ուսավորթիս։ Սրանք քոնն են։ Ինչ է սա, հայրիկ։ Ինչպես ասում են, սա թագավորության բանալին է։ Ոչ մի նման բան։ Այս դրանք շատ մեծ կարևորություն ունեն ինձ համար։ Այդ բանալիները ինձ իմ հայրն է տվել, իսկ նրան էլ իմ պապիկն է տվել։ Դրանք Բորովսկի ընտանիքի առաջին ոսկերչական սրահի բանալիներն են։ Հայրս ինձ տվեց, երբ ամուսնացա, իսկ հիմա այլ ես դրանք քեզ եմ տալիս այն ամենի դիմաց, որ դու արել ես ինձ համար։ Իմ ընտանիքի համար, Աուրելիո։ Իմ վաստակած շքանշանն է։
Ոչ, 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 ոչ։ Այնինչ արել ես անգինը որդիս։ Դու ավելին ես արժել։ Ես շատ եմ հպարտանում քեզանով։ Estoy orgulloso de ti. Աուրելիո, մենք ազատ ենք, մենք կարող ենք ազատ սիրել իրար։ Իրավացի է, որ նրան արտասովոր Անաստասիային ասում։ Ես գիտեի, որ կփախչեմ կլինիկայից բանտում ամեն ինչ շատ ավելի դժվար կլիներ, իսկ կլինիկայում ես այդպես էլ գիտեի։ Եվ իսկապես, Լեոն, շնորհավորանքներ ես։ Շնորհավորում եմ քեզ։ Այս ճգնաժամի իրավիճակից դուրս գալու համար։ Դու ձևացրեցիր այնտեղ բանտում։ Հիանալի էր։ Տես թե ուր բերեցիր ինձ։ Դու ինձ հիվանդանոց բերեցիր։ Եվ այստեղ ես կարող եմ անել այն, ինչ սիրտս կամենա։ Ես կսպանեմ քեզ։ Բորիսի մահվան վրեժը կլուծեմ։ Ես կսպանեմ քեզ, իմ մար։ Ինչու է տատիկն այսքան ուշանում։ Ինչու։ Ինչու դեռ չկաս։ Մայրիկ, վերջապես եկար։ Ես գիտեի, որ քո փոքրիկ ինչ ես մոռանա։ Աուրելիո, ես այնքան երջանիկ եմ, շատ երջանիկ։ Ես քեզ համար հրաշալի նորություն ունեմ, անհավատալի, ցնցող նորություն։ Աուրելիո, ես հաշտվել եմ քրոջս Ալեքսանդրայի հետ։ Նա քեզ ապահարզան գտա, իսկ դա նշանակում է, որ ես կարող եմ ամուսնանալ քեզ հետ։ Այո։ Ներիր, ախ Աստված իմ, ես մոռացել էի, որ Յոլանդան այստեղ էր և նրանք ուզում էին նրան բանտ տանել, ինչ եղավ։ Դե միայն դու չէ, որ լավ ու հիանալի նորություն ունես, մայրս անմեղ է։ Եվ մենք պարզեցինք, որ Հելենան ինքնասպանություն է գործել։ Օբալդոն ամեն ինչ գիտեր, նա ոչինչ չէր ասում, որովհետև ուզում էր, որ ես ու Յոլանդան մեզ մեղավոր զգայինք։ Այո, որովհետև ուզում էր, որ իմ ծնողները մտածեն, թե իրենք են սպանել Հելենային, որպեսզի ողջ կյանքում խղճի խայծ զգան, բայց ի վերջո նա պատմեց ողջ ճշմարտությունը։ Ինչ լավ է, հրաշալի է, ուրեմն ոչ ոք էլ բանտ չի գնա, շատ լավ է, նման բան իսկապես ես չէի սպասում, հիանալի է, ուղղակի ցնցող։ Այո, բայց թույլ տուր քեզ Լուսիայի մասին մի բան էլ ասեմ։ Մի րոպե ինձ լսիր։ Սպասիր։ Պարզվում է, որ նա ինքնակոչի մեկն է։ Այո, բայց ինչպես։ Բանն այն է, որ քո ամուսինը գերազանց ոստիկան է, եւ նա շքանշան է ստացել դրա համար։ Տեր Աստված։ Այն շատ համեղ էր թվում, որովհետև քաղցած էիք։ Ես արդեն քաղցից մեռնում էի։ Ոչ, իսկ մենք դեռ պետք է ողջ գիշեր աշխատենք։ Ողջույն։ Ողջույն։ Տանն ինչպես են գործերը։ Հիանալի, ես գտա հայրիկիս, բայց երբ տեսնես նրան չես հավատա, ասես մուրացկան լինի, սարսափելի է։ Պատկերացրու, թե ինչ վիճակում է նա գտնվում։ Արի, տուր ինձ բաճկոնդ, դու քեզ վատ ես զգում, այնպես չէ։ Այո, բայց հիմա կարծես մի տեսակ մի ներքին խաղաղություն եմ զգում։ Լսիր, իսկ սա ինչ է։ Այս ինչ ենք տոնում։ Արի այստեղ, նստիր։ Դե, ես հաշտվել եմ քրոջս Անաստասիայի հետ։ Իրոք։ Այո, մենք խոսում ենք և շատ բաներ պարզեցինք։ Ես հիմա մի տեսակ թեթևություն եմ զգում, Օվիդիո։ Իսկ այդ ինչպես։
Դե վաղը կստորագրեմ ապահարզանի համաձայնությունը եւ Աուրելիոն ազատ կլինի, բայց դա դեռ ամենակարևորը չէ։ Հիմա ամենակարևորն այն է, որ ես էլ ազատ կլինեմ։ Ազատ կլինեմ ու կանեմ այն, ինչ ուզում եմ։ Իսկ դա նշանակում է, որ դու կնքամորը տուն կգնաս։ Այո։ Այսօր ավարտվում է վրեժխնդրության իմ ծրագիրը։ Օվիդիո, սա վերջին երեկոն է, որ մենք միասին ենք ընթրելու։ Իսկ Ակվիլեսը, իսկ Տեոբալդոն։ Նրանք դեռ չեն եկել, բայց կարծում եմ չեն էլ գա, որովհետև լավ չէին զգում։ Նստիր, սիրելիս, նստիր։ Բայց նա իրեն շատ ավելի լավ կզգա, երբ ողջ ճշմարտությունը պատմի։ Իսկ Մակոն էլ չի եկել, որովհետև նա Աուրելիոյի հետ է, բայց չգիտեմ որտեղ են։ Նա արդեն շատ հստակ է խոսում Կոնստանսա։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Ես կպատմեմ ողջ ճշմարտությունը։ Սա ինչ է, ինչ է պատել։ Ինչու ես այդպես խոսում։ Դե լավ, ես մեղավոր եմ։ Ես հատելությունից կուրացել եմ եւ փորձեցի վրեժխնդիր լինել նրանից։ Ես չեմ մտածում հետևանքների մասին։ Ուզում եմ այդ սերիկայի վերջը տալ, բայց նա ավելի հիմա դուրս եկավ, քան ես։ Ասա ինձ, բացատրիր մինչև երբ այս խաղը շարունակվելու։ Մինչև երբ ես մտածել եմ, որ Լեոնը սովորական մարդասպան է։ Նա այդպեսին չէ։ Մենք չպետք է մոռանանք այդ մասին, եղբայր։ Չպետք է։ Դու լավ գիտես, որ բանտ նստելով Լեոնը չի ուղղվի։ Ոչ, կարծում եմ մենք ինքներս հաշվի հանդարտ տեսնենք, ինչ որ բան կփոխվի, այո։ Ասա ինձ, ինչ է կատարվում։ Լեոնը հիմա ազատ է։ Գիտես դա ինչ է նշանակում, որ մենք բոլորս վտանգի մեջ ենք, բոլորս։ Լսեք, սպասիր, մի րոպե։ Ես միավոր նորություն ունեմ։ Ո՞րն եք խնդրում։ Ամենավատը։ Ոչ, առաջինը վատը կասեմ, հասկանում եք։ Լավ ասա։ Դե լավ, վատ նորությունն այն է, որ Լեոնը կլինիկայից մենակ չի հեռացել, հասկանում եք։ Իսկ գաղավոր նորությունն այն է, որ մարդիկ տեսել են կարմիր զգեստով ու մարգար տևազանցով մի կնոջ, որը մի հիվանդի էր օգնում, սայլեկի վրա նստած։ Գիտեք թե ով էր այդ կինը։ Լեոնը փախել է կարմիր զգեստով կնոջ օգնությամբ։ Ով է այդ կինը եւ ինչու է օգնում նրան։ Դե դա պետք է որ Բրոմելյան լինի։ Որովհետև մայրը մնում է մայր, ինչպեսին է որ որդին լինի։ Եվ ավելին, այնինչ թե անցած օրը ասած կարելի է ենթադրել, որ նա է։ Ես չէի ուզում խոսել, բայց Տեոբալդոն ստիպեց ինձ, որ անեմ դա։ Նա ասաց, որ ժամանակն է եկել, որ վերջ տանք ստին ու խոստովանենք մեր մեղքը, որ պատասխանատվությունից չխուսափենք։ Ապա տեսեք, թիթեռնիկի դեմքի տակ մի իսկական վագր է թաքնված, հապա նրան նայեք։ Ոչ, Յադիրա, ես հիմար չեմ, ես երբեք էլ հիմար չեմ եղել։ Բայց մայրս ինձ սովորեցրել է, որ եթե ուզում ես մի բան ձեռք բերել, ավելի լավ է քեզ հիմարի տեղ դնես։ Ես բառ առ բառ կերտել եմ նրա տված դասը։ Դրա շնորհիվ ես մի հիանալի մարդու սերը գտա։ Իսկ ես կարծում էի, թե խելացի եմ, բայց տեսեք, թե ում թակարդն եմ ընկել, բայց ես դրա համար չեմ զղջում, ոչ։ Ապա նրան նայեք։ Ես մի գաղտնիք էլ ունեմ։ Երբ մայրս երեխա ունեցավ, նա ինձ ու Տեոբալդոյին կանչեց իր մոտ, որովհետև մենք նրա մեծ երեխաներն էինք, բայց իմ մտքով չէր անցնում, որ նա ինձ նման բան կխնդրի, երբեք։ Ալո, Աուրելիո, ողջույն։ Լսիր, ես այստեղ եմ, տանը, շատ ապահով ու հարմար եմ ինձ զգում, բայց գիտես ինչ էի մտածում, որ քեզ շատ կհետաքրքրի, անչափ կհետաքրքրի, թե ով է ինձ օգնել, այո, օգնել կլինիկայից փախչել, և ավելին, գիտես ինչ, դու չես կարող ասել, որ ես այնքան վատն եմ, որքան որ կարծում ես, և ասեմ, որ դա իսկապես կարմիր զգեստով կինն էր, այո, այդ նա էր։ Քեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի, Լեոն, որովհետև ես քո հետքի վրա եմ և վաղ թե ուշ ես քեզ կբռնեմ։ Լսիր, ինձ թվում է դա ուշ կլինի կամ էլ միգուցե երբեք, որովհետև թույլ ասեմ, որ այն մարդը, որը օգնում է ինձ, կարմիր զգեստով կինը, նա շատ բարի է։ Այո, չափազանց բարի է։ Եվ դու նրան բազմիցս տեսել ես, բայց չես նկատել։
Հասկանում ես։ Այդպես մի կարծիր Լեոն։ Ես քեզ մի անգամ բռնել եմ եւ հատա որ նորից կբռնեմ։ Աուրելիո։ Դու դեռ կրծում ես շրթունքներդ, երբ զգում ես, որ քեզ ոնց ոչինչ չի ստացվում։ Այո։ Լսիր ինձ սերիկա, ես կբռնեմ քեզ։ Կբռնեմ։ Ու ձեռնաշղթաներ կհագցնեմ եւ գիտես թե ինչու, որովհետեւ այս անգամ դու բանտ չես նստի։ Աստված իմ հորեղբայր, դու չգիտես թե որտեղ եմ ես։ Գաղափար անգամ չունես թե որտեղ եմ։ Ուրեմն ինչպես ես պատրաստվում բռնել ինձ։ Ասա ինձ, ինչպես ես անելու դա։ Դու իսկապես չգիտես։ Չգիտես։ Ուղղակի չգիտես ու վերջ։ Իսկ ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Ամեն ինչ գիտեմ, որովհետև կարմիր զգեստով կինը քեզ գիշեր-ցերեկ հսկում է։ Իսկ դա հեշտացնում է իմ գործը։ Այսուհետև Աուրելիո, լսիր ինձ։ Ես եմ սկսելու քո որսը։ Ես Եվրոպայում էի, երբ մայրս ինձ զանգեց։ Ես թաքուն վերադարձա։ Ոչ ոք չգիտեր, որ ես վերադարձել էի։ Թեոբալդոն ինձ ասաց, որ ուղիղ կուսանոց գնամ։ Իսկ դու մտերիմ էիր Թեոբալդոյի հետ։ Մայրս միայն ինձ ու Թեոբալդոյին էր վստահում, որովհետև այդ ժամանակ հայրս ու Յոլանդան միասին էին։ Ես նրանց վրա շատ բարկացած էի։ Այդ պատճառով էլ որոշեցի մայրիկիս կողմն անցնել։ Երբ ես կուսանոց գնացի, Թեոբալդոյի գրկում մի փոքրիկ աղջիկ կար։ Աստվածի, մենք պետք է ձայնագրեինք այս ամենը, որպեսզի Լեոնը հասկանար, որ նա չէ Հելենայի որդին, չէ։ Անհնար է, որովհետև մայրս հիանալի աղջիկ ուներ, մի գեղեցիկ ու առողջ աղջնակ։ Թեոբալդոն ինձ ասաց, որ նա մեր հայրիկի դուստրը չէ, այլ նրա սիրեկանի, Վալենտինոյի դուստրը, եւ որ մենք պետք է նրան երկրից դուրս տանենք եւ փրկենք մեր մայրիկին։ Եվ դու նրան Կոլումբիա տարար։ Ոչ։ Ես նրան ինձ հետ վերցրի։ Եվ հոգ տարա նրա մասին։ Ես նրան Էմիլիա Մարգարիտա կոչեցի։ Emilia Margarita. Գնա հետախուզական կենտրոն Լազարո։ Այնտեղ մենք ամեն ինչ ունենք, որպեսզի պարզենք թե ով է կարմիր զգեստով կինը։ Այս կինը հետևում էր մեզ եղբայր, իսկ վանականը զանգել էր, որ ծաղրեր մեզ։ Իսկ ես երջանիկ եւ վերջապես, որ ամեն ինչ բացահայտվել էր, բայց դեռ մենք առողջացների մեջ ենք։ Իվան հաստատ գիտեմ, առողջացային կինը Մերլին Մոնրոն չէ։ Չես գալիս մեզ հետ Աուրելիո։ Ոչ, ես շատ կարևոր հանդիպում ունեմ դատարանում։ Ես պետք է կյանքիս ամենակարևոր թուղթը ստորագրեմ։ Դրանից դու ես ազատ կլինեմ Անաստասիայի հետ ամուսնանալու համար։ Դե լավ, ավելի ուշ կհանդիպենք։ Ոչ, արագ գործիր եղբայր։ Արագ արա ամեն ինչ, արագ, ավելի ուշ կխոսենք։ Իսկ ինչ ես ուզում ասել։ Հետո կասեմ, հետո ամեն ինչ կասեմ։ Դե Նիկոլաս, դու պետք է վճարես ինձ, որովհետև ես հաղթել եմ, չէ՞ որ միշտ ասում էի, որ Էմիլիան պարավ Հելենայի դուստրն է։ Ճիշտ չէ, ես չեմ ուզում այդ կնոջ դուստերը լինել։ Quiero ser hija de esa señora. Ես ու Թեոբալդոն երթվեցինք, որ ոչինչ չենք ասի։ Եվ հենց այդ պատճառով էլ ես հորինեցի, թե դու իմ առաջին ամուսնու դուստրն ես։ Ես չէի ուզում, որ դու այս ամենի միջով անցնես, բայց պատճառն այն ատելությունն էր, որ տիրում էր քո շուրջը, երբ դու ծնվեցիր։ Ես հոգ տարա քո մասին եւ դրա համար ես քեզ սիրեցի, շատ սիրեցի աղջիկս։ Ես այդ կնոջ դուստերը չեմ։ Ես քո դուստերն եմ եւ վերջ։ Ինչու ասացիր այս ամենը։ Դե իհարկե, դու Վալենտինոյի փողերն էիր ուզում եւ օգտագործում էիր ինձ, որ այդ փողերը քեզ հասնեն։ Ներիր, բայց այս անգամ ինձ քո կեղտոտ խաղին չես խառնի։ Մարիա Էմիլիա, սպասիր Էմիլիա։
Ուրեմն գալու ես այստեղ ապրես։ Շատ լավ է, ցնցող է, կեցես։ Դե իհարկե, եթե դեմ չես։ Եվ բացի այդ նաև ուզում եմ ապահարզանի համաձայնությունը ստորագրել Աուրելիոյի համար։ Ինչ։ Այո, որովհետև անցյալ օրը Անաստասիայի հետ հաշտվեցի։ Անհավատալի է քույրիկս։ Այո, որովհետև այնինչ տեղի ունեցավ Բորովսկիների ընտանիքում Լեոնի հետ, ես դրանից շատ բան հասկացա եւ ուզում եմ վերջ տալ այդ հիմար վրեժին։ Ես այդ մասին Օվիդիոյին եմ ասել եւ չնայած այն բանին, որ այն ինձ ցավ է պատճառում, ես հեռացա նրա տնից։ Քույրիկս, չլինի թե դու էլ այդ մարդուն ես սիրահարված այդ բվեջին։ Նրան այդպես մի անվանիր, նա անուն ունի։ Իհարկե քույրիկս, Օվիդիո Մանետո Բորովսկի։ Քեզ ինչ եղավ չեմ հասկանում, եթե դու այդ մարդուն սիրում ես, ինչու չես ապրում նրա տանը, քեզ ինչ է եղել։ Չէ, որ դու քեզ լավ էիր զգում նրա տանը, քույրիկս։ Հասկացա, խորամանկ։ Դու ուզում ես Աուրելիոյին ապահարզան տալ, որպեսզի Օվիդիոյի հետ նոր կյանք սկսես։ Իհարկե, պատճառը դա է։ Բայց պետք է խոստովանել, որ այնքան էլ հիմար չես։ Դու ուզում ես, որ Օվիդիոն ցույց տա, որ սիրում է քեզ։ Դու հիմար չես, դու շատ խելացի ես։ Ապա նրան նայեք, նրա դեմքին։ Նա չէր լսում, իսկ հիմա լսում է, շատ լավ է։ Իհարկե, քույրիկս, մենք մի մեծ ձեռնարկով ենք ծնվել, ուշտեմարանով, հաստատ բան եմ ասում։ Ալեքսանդրան գնաց, նա ինձ լքեց։ Մի ծիծաղիր, մենք ասես փոքր երեխան էլ լինենք, բայց իսկապես սիրում եմ այդ կնոջը։ Հուսով եմ, որ հիմա չես սկսի տխուր երգեր երգել, հիշում ես, երբ փոքր էինք։ Այո։ Ամեն անգամ, երբ մի աղջիկ թողնում էր քեզ, դու հայրիկի դին երգերից էր սկսում լսել։ Այո։ Բայց հիմա մենք երեխաներ չենք, Սանտիագո։ Եվ հայրիկի հին երգերից չենք լսում։ Այնինչ հիմա զգում եմ, մեծ ցավ է պատճառում ինձ։ Եղբայր սերն է այդպեսին։ Այն բոլորիս էլ ցավ է պատճառում, բայց ասա ինձ, ինչ է պատահել։ Ինչու է նա հեռացել, քեզ ոչինչ չի ասել։ Ոչ, անցած երեկո նա հրաժեշտի ընթրիք էր պատրաստել ինձ համար, նա ասաց, որ ուզում է վերջ տալ վրեժխնդրությանը եւ որ գնալու է իր քրոջ Կատալինայի հետ ապրելու։ Նաև ասաց, որ պատրաստվում է ապահարզան տալ Աուրելիոյին, որպեսզի նա երջանիկ լինի Անաստասիայի հետ։ Նա լքեց ինձ։ Երևի նա ինձ չէր սիրում ու չգիտեր, թե ինչպես բաժանվել ինձանից։ Իսկ հիմա ինչպես կարող եմ նրա քույրերից օգնություն խնդրել, չէ՞ որ նրանք ընդհանրապես չեն վստահում ինձ եւ հետո նրանց պատճառով է, որ Ալեքսանդրան ինձ չի սիրում։ Ոչ, եղբայր, այստեղ արել ես, դու խոսում ես այնպիսի բաների մասին, որոնց մասին չգիտես։ Դու այստեղ ոչ մի պատասխան էլ չես գտնի։ Ամեն ինչ ժամանակի հարց է, սպասիր, լավ, եւ հանգստացիր։ Ժամանակը կօգնի քեզ, իսկ հիմա դու պետք է մի բան անես, որը տրամադրությունդ կբարձրացնի, լավ, արի գնանք։ Ես գիտեմ, որ դու սպորտային հագուստ ունես։ Հագիր դրանք ու արի գնանք խաղալու, ինչպես հին ժամանակներում։ Դե ինչ ես կանգնել, արագացրու։ Շնորհակալ եմ, եղբայրս, շնորհակալ եմ։ Հենց դա էլ պետք էր ինձ։ Արի գնանք։ Իծաղրիր ինձ։ Ոչ, գնա։ Իծաղրիր, թե չեմ գա։ Լսիր Տեոբալդո, դու չես կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ, որ վերջապես ազատվել ես այդ բեռից։ Անամենից ինչն այդպես տանջում էր քեզ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Բորովսկիների ընտանիքում չես ապրում։ Ինչու ես գալիս այստեղ աշխատելու, ինչու։ Դե անկեղծ ասած ինքս էլ չգիտեմ, եկա որովհետև չգիտեմ, վերադառնալու մեծ ցանկություն ունեի, կարծես մեկն ինձ ասում էր վերադարձիր, եւ հենց այդպես էլ արեցի։ Ինչ պատահեց, ինչ է կատարվում, Վիոլետա, ինչ է կատարվում, Վիոլետա։ Աստվածին։ Այ այստեղ ինչ եղավ։ Լսիր Տեոբալդո, մայրիկս ցավում է։ Ոչ։ Ուժեղ ցավ է։ Հանգիստ։ Երեխան արդեն ծնվում է։ Լսիր Տեոբալդո, ես արդեն երեխա եմ ունենում, իմ փոքրիկը ծնվում է։ Սպասիր, Վիոլետա, ոչ მა, լսիր, ես մեծ ջուր կբերեմ։ Ահա եւ Խոսեիտոն։ Լսիր, Խոսեիտո, լսիր։ Հեռու գնա նրանից, որովհետեւ մայրը պետք է խոսի իր դստեր հետ։ Այստեղ արի։ Չհասկացար, Խոսեիտո։ Այս բանը շատ կարևոր է։ Այստեղ արի դե։
Հուսով եմ արդեն ասել ես այն ամեն ինչ պետք է ասեիր։ Այո, բայց ոչ, ես պետք է ասեմ քեզ, որ ես այդ ամենին դեմ չեմ, եթե այդ տղան քեզ դուր է գալիս։ Դե խոսեի տոն, որովհետև նա իսկապես լավ մարդ է։ Ինչ պատահեց քեզ։ Նորից հիմարացար։ Ոչ, ես, գիտես, ես չափազանց խելացի եմ նորից հիմար ձևանալու համար, սիրելիս։ Ես պարզապես մեկ-մեկ ուզում եմ հիմար երևալ, հասկանում ես։ Գիտես, դու էլ պետք է փորձես դա։ Եվ եթե դու էլ ամեն ինչ անես այնպես, ինչպես ես եմ անում, դու Վալենտինոյի փողերի կարիքը չես զգա, որովհետև քեզ կշրջապատեն այնպիսի մարդիկ, որ պատրաստ կլինեն վճարել քո ամեն ինչի համար։ Ինչպես որ իմ դեպքում է։ Երբևէ տեսել ես, թե ինչպես է մայրդ աշխատում, այո։ Մայրիկ, դու անկրկնելի ես։ Դե լավ, Աուրելիո, իսկ հետո ինչ ես ուզում անել։ Դու ուզում ես հատակի վրա անցք բացել, բավական է քայլես։ Համոզված որ Ալեքսանդրան գալու է։ Ապաժամիններ, արդեն շատ ուշ է, մենք ասեղանելու շատ բան ունենք։ Այստեղ արի, դե, արի նստիր այստեղ, լսիր, հանգստացիր եւ խելքդ գլուխդ հավաքիր, լավ։ Քույրս ուր որ է կգա, նա արդեն ճանապարհին է։ Արի ուրիշ բանի մասին խոսենք։ Լսիր, իմացար, որ պարզվեց, որ Հելենայի դուստերը Էմիլիան է։ Դու դա գիտեիր։ Բայց որտեղ է այդ կինը գրողը տանի, ես չեմ կարող սպասել Անաստասիա, չեմ կարող։ Բայց ինչու, ինչ է կատարվում, ինչ։ Ասես մրջուններ քայլեն մարմիտ վրայով։ Ինչ է կատարվում քեզ, դե ասա։ Լեոնը փախել է։ Ինչ։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթա